Բարի օր ժողովուրդ, նամակ եմ ստացել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, սենց մի թեթև ցույց տամ, որ համոզվեք, նամակը մինչև բացել է կարդալը, ուզում եմ տրամադրությունները հասկանամ ինչպիսին է լինելու այս տեսանյութի տոների, մի մասը հնարավոր է մտածել է, որ Գևորգը սոցիալ նախարարությունից կամ վարչապետի աշխատակազմից աշխատանքի առաջարկություն է ստացել, ինչի համար ես էլ կլինեի ուրախ, որ մի լավ աշխատանքի համար առաջարկություն անեի, բայց տենց չի իրականում, ես հիմա կպատմեմ ինչ է կատարվել, ապրիլի 6-ին ես գնացել եմ վարչապետի աշխատակազմ, որպեսզի հանդիպեմ վարչապետի աշխատակազմի ղեկավար Տիգրան Խաչատրյանի հետ, ում ենթակայության տակ է գտնվում սոցիալական ծրագրերը, բնակ ապահովման ծրագրերը, սոցիալնախարարության իր հետ այդ աշխատանքները գնում, փորձել եմ հանդիպեմ, ասել են հնարավոր չէ, ասել եմ գոնե իր օգնականի կամ որ կոմպետենտ է էլի այս հարցին, որևէ մեկի հետ, աշխատողու հետ հանդիպեմ սոցիալնախարարության վարչապետի աշխատակազմի, ասել են հնարավոր չի, հիշում եք մի եթերում էլ ասեցի, որ 15 րոպե աշխատակցուհին հեռախոսով իմ հետ խոսում է, ասում եմ իմաստը որն է իմ հետ այդքան խոսալու, եթե ես գտնվում եմ կառավարության բակում, ես չեմ գտնվում հեռավոր մարզերում, հեռավոր մի գյուղում, որ ասենք հեռախոսով ենք խոսում, ես չեմ եկել հասել ստե, որ զանգեմ խոսամ, եթե հասել եմ ստե, ուրեմն հանդիպման ինչ-որ կարիք կա, առաջարկ կա, կարող է հիմա ասել Գևորգ, դե կարող է գիտես ամենքի հետ կհանդիպենք, եսա որ կարդամ նամակիս պատասխանը, հա, ես կհասկանաք, որ իսկապես կարիք կար իմ հետ առերեսվելու, առնչվելու, շփվելու, որովհետև ես կարևոր ինչ-որ խնդրի մասին եմ գնացել, չեմ գնացել, ուղղակի հանդիպեմ, ասեմ, եկել եմ հանդիպեմ, ստենդել գլուխ բողամ, ասեմ, գիտեք, բայց հանդիպում եմ։ Ես ընդհանրապես խնդիր չեմ տեսնում, որևէ բարձր պաշտոնյայի հետ հանդիպելու համար, խնդիր եթե չկա, չեմ էլ ուզում հանդիպեմ, իմ համար հոբի չի, դու գիտեք, որ մարզերով էլ պտտվում են, օրինակ եկել են, մեր գյուղել են եկել, որտեղ ես ապրում եմ, թե վարչապետի աշխատաբանը խումբը այդ իրանց քարոզարշավին ընթառաջ, թե էլի բարձր պաշտոնյաներ, ես ոչ ցանկությունն եմ, ոչ էլ հավես, օրինակ գնամ հանդիպեմ շփվել, կարևոր լուրջ թեմայի մասին է խնդիրը։ Բնակ ապահովման ծրագրի մեջ մի հատ նրբություն կա, որ ես ուզում էի տեղեկացնել, որ այս ուղղությամբ դուք աշխատանք տարեք։ Չեն ընդունել, ասել են նամակ գրի թող, նամակով կպատասխանեն, ասել են բարի, եթե նախ առաջինս ես դե լիքը մարդիկ, որ իմանա, որ ես ձեր նման մեկն եմ, որ իշխանությունն էլ ինչպես ձեզ է նայում, այնպես էլ ինձ է նայում, ինչպես Սերժ Սարգսյանի ժամանակ էր, որ քաղաքացուն թողում էին կառավարության շենքի դեմը, խնդիրի մասին չտեղեկանալով, համարյա մոտորապես նույն ձևով էլ հիմա է կատարում, կարող է մի քիչ փոփոխություններ կա, բայց ես դա չեմ տեսել, դրա համար չեմ հերքում, չեմ ասում, որ հա, այս նոր իշխանությունները նոր չեն, չնայած արդեն լավ էլ հնացել են ու սերժացել են ու քոչայանացել են, հասկացաք, հետից ձևա, մարդը ներկայանում անդե, որ հանրային հասարակական գործի չէ, այսինքն հանրային խնդրի համար է եկել հասեստը, չի եկել ասել իզ մի մեշոք կարտոշկա տվեք տանեմ, բոստանը մսցանեմ, եկել է հանրային ինչ-որ խնդրի մասին ձեր հետ խոսա, առաջարկություն անի, ու ասում են 15 րոպե հեռախոսով աշխատակցություն, խոսում է հեռախոսով, ասում եմ կամ դուք իջեք ստե իրար դեմարդեմ խոսենք, իրար լավ հասկանանք, կամ որովհետև գիտեք ինչ է, կամ ես բարձրանամ, էլի տենց եմ առաջարկել, ինքը մենակ խոսում է, ինքը չի լսում ես ինչի եմ եկել ընդ, ինքը խոսում է, փորձում է շատ խոսա, եւ փորձում է մի բան բացատրի, որ չի կարելի ժողովրդի հետ ուղիղ կապի դուրս գալ, ժողովրդից որևէ մեկին հրավիրել այստեղ կաբինետ, կամ իջնել ժողովրդի հետ խոսալ 15 րոպե գլխավոր բովանդակությունը տվյալ աշխատակցու վարչապետի աշխատակազմի էտեր։ Ես ասում եմ քույրիկ ջան, Պաստորեն դուք ես եմ զանգել, որ ձեզ բան ասեմ, բայց ես զանգել եմ, ես լսում եմ, դուք ինչ եք ասում, դուք չեք ուզում լսեք ես ինչ եմ ասում, դե գիտեք, հնարավոր չի ուղիղ անմիջական հանդիպել շփվել, ասի լավ հասկացանք, վсё, ես ինձ հանգիստ պահեցի, ասեցի լավ, անիմաստ է ձեր հետ խոսալը, կարգը տենց է, կարգով կշարժվենք։ Հիմա եկեք ձեզ ցույց տամ կարգը վերջի ինչպես ավարտվեց։ Կարգով գրեցի, ձեզ հիմա ասում եմ Բայց եթե մոտս նկարել եմ իմ նամակը, եթե ելներ YouTube գցելուց այս տեսանյութը նամակն էլ բան կանեմ կպցնեմ էֆիրին, որ տենակ, որ նամակից բովանդակությունը ինչ էր,
Եթե չլինի մոտորապես ասեմ ինչպես է եղել։ Ուրեմն տուն առնելու համար պետության աջակցությամբ, որ մեկ շնչին հասնում է 4 միլիոն, ես իրացրել եմ արդեն։ Իմիջիալոց միջև իրանք նամակի պատասխանը տվել են 37 օր անցել, բայց ես սրանից մի 20 օր առաջ, եթե չեմ սխալվում, 10 քանի օր առաջ ես արդեն բնակարանից ձեռք եմ բերել, ամբողջությամբ, սա թղթաբանությամբ, բան ամեն ինչ արդեն կատարվել է։ Բնակարանը, որ եկել են գնահատեն, ինչ որ անշարժ գույքի գործակալության գնահատման ծառայությունն ինչա, եկել են գնահատել բնակարանը առանց գույքի, առանց էլեկտրոնիկայի 27 միլիոն դրամ։ Իսկ ինչ պետությունը տալիս է աջակցություն 28 միլիոնի չափով, սերտիֆիկատի տեսքով, իմիջիալոց կարող անհասկացողներ կան ասին, Գևորգ դու 28 միլիոն դրամ յանի հաշվել են դրալ ձեռդ, հա ի՞նչ տարբերություն թուղթ են տալիս, որը արժե 28 միլիոն է թուղթը։ Դու որ մետրո ես նստում, տանում ես փողը տալիս շոֆերին, թե մետրոյում ժետոն ես մտցնում, ինչ ես անում, հետո կապ չունի տրանսպորտից օգտվել ես 100 դրամի, օրինակ 150 դրամի արժեքի մեջ։ Հիմա ես եմ 28 միլիոնը թղթի վրա գրում եմ, որ սա հավաստագիր է, որով դու կարող ես բնակարան ձեռք բերել։ 27 միլիոն են գնահատել, այն բնակարանը, որ ես առել եմ։ Բայց բնակարանի ներսում կա գույք եւ կա էլեկտրոնիկա, որը այդ գույքի գնահատման գործակալությունը չի գնահատում։ Ասում է, դրա մեջ չի մտնում։ Հիմա գույքի գործակալությունն է որոշողը դրա մեջի ապրանքը գնահատվի կամ չգնահատվի, թե սոցիալ նախարարությունը, թե վարչապետի աշխատակազմը։ Ամենայն մեծ հավանականությամբ այդ որոշումը կայացվել է վարչապետի աշխատակազմում, սոցիալ նախարարության հետ միասին, որ գույքը, էլեկտրոնիկան, դրանք շարժական են եւ կարելի է դա չգնահատել։ Համաձայն եմ։ Ես գնացել եմ առաջարկեմ, որ եթե եւ վաճառողը, տուն վաճառողը եւ առնողը համաձայն են, ոչ միայն բանավոր, այլ նաեւ գրավոր պետքա թղթի վրա գրվի, որ բացի տնից ես վաճառում եմ, ոչ թե վաճառում եմ, թողնում եմ տան մեջ այսքան արժողությամբ, նույնիսկ գույքի գործակալությունը որ գնահատում է, այնի կարա գնահատել, որ այո, այս գույքը արժե օրինակ 2 միլիոն դրամ, քանի որ հնամաշ է, 1 միլիոն է գնահատում։ Գնացել եմ այդ խնդրանքով, որ համ վաճառողը իր գույքը էլեկտրոնիկան չտանի, ինձ մնա, էժան բրծնեմ։ Համ այդ 28 միլիոնը փոխանցվի, իրան չուզեցին, իմ առաջարկությունը դրա մեջ էր կայանում, որ հարգելի վարչապետի աշխատակազմի ղեկավար Տիգրան Խաչատրյան, խնդրում եմ վերանայեք այս որոշումը եւ բարերը կարող ճիշտ չեմ հիշում, բայց իմաստը այն է, որ ես եւ վաճառողը փոխադարձ համաձայնության ենք եկել, որ ես իր գույքը էլեկտրոնիկան առնում եմ եւ այդ արժեքը այսքանով մենք գնահատել ենք, հələ այսինքն դե նույնիսկ կարան գնահատեն, կարան չգնահատեն, հա, ասում են չէ, չի մտնում դրա մեջ, ես հասկանում եմ, իրանք հեշտացրել են ձևը, դե պատկերացրեք տուն վաճառողը, իր տուն վաճառողը ինչա, կարա գույքը էլեկտրոնիկան հանի, կարա չհանի, ասի ես ցենց եմ ծախում, հիմա դու կարաս պարոն վարչապետի աշխատակազմի ղեկավար, հարգելի սոցիալ նախարարություն, կարաս վաճառողին ասես, գիտես ինչ կա, ինձ հետաքրքիր չի, քո գույքը էլեկտրոնիկան ինչ ուզում ես արա, քեզ հետաքրքիր չի տվյալ վաճառողը իր գույքը էլեկտրոնիկան եւ տունը վաճառում, ոչ թե բռնի տեղանված Արցախցու վրա ով որ սերտիֆիկատով է առնում, այլ արձերն մեկը ով որ այդ գույքին էլեկտրոնիկային կհաշվի փողը կտա, տանը կհաշվի փողը կտա, այդ մարդն էլ կարա գումարը վերցնում, ասկի թռնում երկրից գնում Ամերիկա արտասահման։ Ինքը հոչի վերցնելու տելևիզորը գույքը էլեկտրոնիկան հետը տանի արտասահման։ Իրան պետքա էտել տան գնի մեջ է մտնում, 28 միլիոն եմ ծախում, հələ 29.5 էր ծախում այդ մարդը, ասել է այս էլեկտրոնիկան գույքն մեջը ոշում, հələ ընդ էլեկտրոնիկան արդեն դուրս մնաց, ես չկարողացա էլեկտրոնիկան առնել, որովհետև պետությունը չաջակցեց էլի այդ առումով, որ հնարավորություն ունենայինք այդ 28 միլիոնի մեջ տեղավորցնենք այդ գույք էլեկտրոնիկա եւ այլն։ Գույքը եկել ենք համաձայնության, որ մնա։ Այդ 28 միլիոնի շրջանակներում Լավ, այս մասով ուզում եմ բան անեմ, հասկանամ, որ դուք հասկացաք իմաստը որն է։ Ես գնացել եմ առաջարկություն անեմ, որ արցախցիները երբ որ բնակարան են ուզում ձեռք բերեն, հնարավորություն տվեք, որ մեջի եղածը, որը արժեք է ներկայացնում ինքը գույք էլեկտրոնիկա, հնարավորություն տվեք, որ համաձայնության կան վաճառողն ու առնողը, եւ եթե պետքա թղթի վրա այդ ամեն ինչ արեք։ Գնացել եմ բանավոր խոսեմ, այսքանը բացատրեմ։ Գիտեք վերջում ինչա ստացվել։ Կարդամ իրաց նամակը։ Ես էշից եմ խոսացել, իրանք փալանից։
Ես գնացել եմ իրանց առաջարկություն անեմ, ինչ առաջարկություն։ Իրանք ինձ ներկայացրել են ընթացակարգը ինչպես է տեղի ունենում։ Խնդրեմ կարդում եմ։ Հələ ազգանոցը սխալ են գրել էդի մի կողմ։ Ի պատասխան Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Խաչատրյանին հասցեագրված ձեր դիմումի հայտնում եմ, որ բնակելի անշարժ գույքի գնահատումն իրականացնում է ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցող լիցենզավորված անկախ գնահատողների կողմից, հիմք ընդունելով գործող շուկայական արժեքները, շատ գրագետ խելացիացում է, բայց ես տենց հարցով եմ ձեր մոտ եկել, ես եկել եմ ասել, պարոն Խաչատրյան, ովքեր են մեր գույքը, շարժական, անշարժ, ովքեր են գնահատում, դու էլ ինձ պատասխանում ես կամ դուք ավելի ճիշտ, դուք էլ ինձ պատասխանում եք, որ դրանք անհատ գնահատողներ են, անհատ գույքի գործակալության գնահատողներ են, ես եկել եմ ձեր հետ ձեզ հարց տամ տենամ, ովքեր են գնահատում, աննազգանունը, ֆիրմայի անունը ինչա, ինձ հետաքրքիր է ինչա, ես ասում եմ դուք որոշման մեջ փոփոխություն մտցրեք, որ այդ գույքի գնահատման գործակալությունը իրավունք ունենա ձեր թույլտվությամբ, դուք եք որոշողը, դուք եք այդ ծրագիրը մշակել, որ գնահատի նաև էլեկտրոնիկա գույք, եթե երկու կողմից փոխադարձ համաձայնություն կա։ Չպետք է անենց լինի, որ պարտադիր գույքն էլ մեջ լինի կամ հակառակը գույքը հանեք, ոչ պարտադիր պետք է հանեն, ոչ էլ գույքը պարտադիր պարտավորեն ծախեն։ Եթե երկու կողմի մեջ կա համաձայնություն, տվյալ պարագայում դուք ընդհանրապես ես եկել եմ ասեմ շանս տվեք, հնարավորություն տվեք, որ մարդիկ կարողանան անշարժ գույքը ձեռք բերել ու շարժական գույքն էլ մեջը ձեռք բերեն։ Էդ եմ եկել ասեմ, որովհետև ընդ միլիոնից ավել գույք էլեկտրոնիկա կա, որ այդ կինի տանտերը չի կարա թողի ասի, դե գիտեք, որ դուք չեք գնահատել, ձրի ձեզ եմ տալիս, վերցրեք տարի։ Մարդը ներդրում է արել, փող է ներդրել, չէ՞ այդ ապրանքը արել, եւ ուզում է վաճառի տան հետ միասին, եթե չես առնում, ասում է Գևորգ Արստամյան, դու սերտիֆիկատով տուն ես առնում, պետությունը չի աջակցում, չի միջնորդում գույքը էլեկտրոնիկան։ Էնա մեկ ուրիշը Արցախցի չի, բնիկ էս ինչ գյուղից է, էս ինչ քաղաքից է, ինքը գալիս է օրինակ 29 միլիոն դրամ, 29.5 միլիոն դրամ գույքը մեջը առնի։ Ես փաստորեն կորցնում եմ իմ երազած տունը առնելու հնարավորությունից։ Ինչի համար, որովհետև ֆինանսների սոցիալ նախարարության եւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ ըստ է օրենքում փոքրիկ բաց են թողել։ Որը ես գնացել եմ ասեմ, որ բաց կա, խնդրում եմ բերեք ես բացը լրացնենք։ Նույնիսկ եթե ես սխալ առաջարկություն եմ անում, կարող է հիմա այս ինչ ես ասում եմ, իմ հետ համաձայն լինեն որոշ արցախցիներ դեմ լինեն։ Բայց ես համոզված եմ, որ 50+%-ը, նույնիսկ եթե ինչ չի էլ սիրում, չի էլ ընդունում, այս միտքը եթե ուշադիր լսի իմ տեսանյութը, կասի հա դե ճիշտ բան ես ասում։ Հիմա ես հնարավորություն չունեմ գնամ խանութից թազա գույք առնեմ, էլեկտրոնիկա առնեմ, տվյալ վաճառողի 5 գույքը էլեկտրոնիկան ինձ ձեռ է տալիս, էժանով ձեռք բերեմ, թող պետությունը դա էլ գնահատի։ Հա, ու պետությունը չի գնահատում, բռնում ինձ պատմում է, որ դա կատարում է անհատ գույքի լիցենզավորված գործակալության կողմից։ Որտեղ շուկայական, հա, հիմք ընդունելով գործող շուկայական արժեքները եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն այս առումով որևէ գործառույթ չի իրականացնում։ Ես գիտեմ, որ չի իրականացնում, դրա համար եմ ասել ձեր դուրը։ Եկել եմ ձեր դուրը ասեմ, որ դուք այսպիսի բաց եք թողել, գույքը չի գնահատվում շարժական գույքը։ Եկել եմ ասեմ, որ բերեք մի բան մտածեք, եթե երկու կողմանի համաձայն են վաճառողն ու առնողը, մի հատ գրավոր թղթի վրա նոտարով է, ինչով է այդ ամեն համաձայնության կան, էլի, որ գույքը էս շարժական թողել է, երկու կողմը համաձայն են, գնահատելով այսքան գումար, այն էլ ոչ թե մենք գնահատենք, թող գնահատել նույն լիցենզավորված գործընկերությունը, թող գնահատել, ինչ կա, եթե կարող են շարժական գույքը գնահատեն, չեն կարող այդ կառավաթը, այդ տելևիզորը գնահատեն, շատ լավ էլ կարան գնահատեն, ես ինքս կարամ գնահատեմ, լիստայեմով մտնում ես, հին ապրանքները նայում ես, տենում ես ինչ արժեքներ է, մոտորապես մի գին ես սահմանում, էդ էլ չի դժվար։ Ըստ այդմ ձեր նշած խնդրի կարգավորումը դուրս է նախարարության լիազորությունների շրջանակից։ Հարգանքով ժողովրդագրության եւ ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետ Հարությունյան։ Շնորհակալություն, որ պատասխանել եք իմ ուղարկած նամակին, ի պատասխան նամակ եք ուղարկել, բայց չեմ կարող ասել շնորհակալություն, որ իմ բարձրացրած խնդրի բովանդակությունը չեք հասկացել եւ ձեր ուղարկած պատասխանը կապ չունի իմ տված հարցի հետ։ Դուք այնքան որ սենց շաբլոն նամակը փեչատել եք, երևի դե շաբլոն ունեք գրած այդպիսի տողեր, ընդ ընդհանրապես անուն ազգանները փոխում եք, մի անգամ Մարկոս Կիրակոսյանն նամակ ուղարկել, իրան եք մերժել,
այս անգամ Գևորգ Արստամյանն այդ անուն ազգանունը sense printer-ի վրա բանեն անում, տպում են, ազգանունները փոխում են ստաբիլ բացասական պատասխանների փաթեթ կա, ուղարկում ես քաղաքացիներին, ով որ ձեզ նամակագրում, ուղարկում ես քաղաքացիներին։ Ես սա հավայի չեմ ասում։ Սա ես ասեմ ինչ ա եղել, ինչի եմ ես համոզվել, սա կրկնակի համոզվել եմ, որ նախարարությունները եւ ընդհանրապես աշխատակազմը վարչապետի բաներ կա որ չի խորանում հարցի խորությանը ասում է դե լավ է բերեք մի հատ պատասխան ուղարկի կա որ բողոք չլինի զանգել եմ մի անգամ սոցիալ նախարարության այս բնակարապահովման ծրագրի մասով որ աշխատում է տվյալ աշխատակցուհու վրա չեմ հիշում քաղաքացիներից ինչ խնդրով են դիմել բայց էլի իմաստով հասկանալի եւ արդարացի ինչ որ խնդիրի մասին էր բարձրաձայնել քաղաքացիներին զանգելը փոխանցում եմ տվյալ աշխատակցուհուն սոցիալ նախարարության ինքը իմ հետ զրուցում է շատ քաղաքավարի երկար էլ զրուցեցինք մի 10-15 րոպե զրուցել ենք ես չեմ նախաձեռնում երկար զրույց ես սիրում եմ կարճ կոնկրետ հարցին պատասխանը գտնենք հարցին լուծում տանք ինչ արել ասում եմ այսպիսի խնդիր կա գներեք ժողովուրդ ջան չեմ հիշում ինչ խնդիր էր խնդիրը ինքը լսում է ասում է դե այդ հարցի մենք չենք մեղավոր բանկն է մեղավոր բանկն է գնահատում բանկն է որոշում բայց հարցը այն է որ իրանք են համագործակցողը բանկի հետ եւ կարող են այդ հարցը այսպես լուծել ես հասկացա որ ծրիչ պատասխանները պատրաստ իրաց մոտ դրած է այդ իսկ պատճառով այսօրվա իմ պատմած դեպքը թե ես ինչի համար եմ հասել դեր եւ ինչ պատասխան եմ ստացել դուք հաշվի առեք սա նախընտրական քարոզարշավի մեջ ձեր բացի մասին խոսակցություն որ կուզենայի վարչապետը ուշադրություն դարձնել եթե ձեզ դիմում են խնդիրը կոնկրետ լուծելու համար թող բովանդակությունը ուշադիր ընթերցեն միգուցե նամակում ճիշտ չեք հասկացել բայց ես եկել եմ հանդիպեմ բանավոր բացատրեմ խնդրանքով ես խնդրանքով եմ դիմել դու գիտեք ես Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից երբևիցե չեմ ասել որ դուք ինչ որ բան պարտք եք ինձ ինչ որ պատասխանատվություն ունեք իմ առաջ միշտ խնդրանքով այդ ժամանակ էլ եմ ես գնացել խնդրանքով որ այս հարցին եկեք այս ձևի լուծում տակ չեն ընդունել այս արդեն վիրավորական է որ դու չես ուզում ընդունես հանրային հասարակական գործ չէ այդպես էլ ներկայացել եմ իրանց ասել եմ ես ոչ միայն իմ համար եմ եկել նամակի մեջ էլ եթե չեմ սխալվում գրել եմ այսինքն խնդրի եմ առնչվել անձնապես եւ համոզվել եմ որ սա հանրային հասարակական խնդիր է լիքը քաղաքացիների հետ համակարծիք կլինեն որ պետք է այս հարցին այսպեսի լուծում տալ խնդրում եմ նամակին ուշադրություն դարձնել կտեղադրեմ ոչինչ որ հեսա YouTube գցեմ նամակը եթե ջնջած չլինի մոտս մնացած են ես կտեղադրեմ կտենակ որ նամակի բովանդակությունը ինչպիսին էր կընթերցեք կտեսնեք բայց ընդհանուր բովանդակությունը ես ձեզ պատմեցի խնդրում եմ հարգելի Հայաստանի Հանրապետության վարչապետ ձեր ենթակայության տակ գտնվող թե նախարարություններին եւ թե ձեր աշխատակազմին մի փոքրիկ ասեք որ եթե ձեր հետ հանդիպում են հանրային հասարակական գործերով զբաղվող անձիկ մի նայեք այդ ուղակի քաղաքացի է եկել ուղակի քաղաքացու հետ հասկանում եմ միգուցե այդքան էլ ճիշտ չի բայց ելնում է դեպքեր որ ուղակի քաղաքացին էլ կարևոր խնդրի մասին է այսի ձև արհամարել կամ նամակ գրեք դուք գրեք մենք 37 օրից կմերժենք եւ կգնա գրողի ծոցը ձեր ուղարկած նամակը այտենց ճիշտ է հարգելի վարչապետ ձեզ դուր է գալիս էդի որ դուք ժողովրդավարության իբր սիմվոլն եք պաշտպանում եք ժողովրդավարությունը բայց ժողովրդից եկել են ձեր մի ամբողջ ժողովրդի լավ 50,000 հետևորդ ունեմ 50,000-ից ավել բայց գոնե այդ 50,000-ից եթե 500 հոգի էլ իմ մտքին համակարծիք է 500 հոգու հարցը արհամարել անտեսել այսպիսի вообще բովանդակությունը կապ չունի տված նամակի հետ պատասխան ուղարկել ճիշտ է ավելի հեշտ չէր լինի ինձ ընդունեին դե այդ հարցով ես իրանց հետ խոսայի ես վստահ եմ որ գոնե կասեն Գևորգ ջան դու տրամաբանական հարց ես բարձրաձայնում բայց խնդրահարույցա չենք ուզում այդ գործի մեջ մտնենք որ ես իմանամ ինչի համար եք մերժել դուք իմանաք ինչի համար եք մերժում այսքանը Գևորգ ջան ովքեր որ մտածում եք թե ես ինչ որ վերին արտի ծորենն եմ կամ վերին բախչի գյուլն եմ Այդպես չի ես ձեր նման մերժված քաղաքացիների շարքում եմ գտնվում, երբ որ խնդիր եմ բարձրաձայնում, որը իրանց ձեռքը տա կընդունեն կամ եթե ինչ որ նախարարություն կա ուշադրություն է դարձնում հասարակական գործիչների վրա, ապրած կենան, ովքեր որ առհամարած ունեն, էլի ապրած կենակ, բայց ձեր մասին պետք է ես անպայման խոսամ հրապարակեմ։ Սա էլ նամակը ամեն ինչի ինչ որ իմ ձեռի տակ էր եւ ընթերցեցի։ Հաջողություն բոլորիդ, ես բնավ ցանկություն չունեմ
վատաբանելու, վարքաբեկելու ես ցանկություն ունեմ խնդրի մասին բարձրաձայնելու եւ կցանկանայի, որ դուք էլ ուշադրություն դարձնեք եւ լինեք հետեւողական։ Ավելի շատ ինձ դուր է գալիս հանրային գործունեության, իմ գործունեության մեջ քաղաքական մեկնաբանություններ, վերլուծություններ, իրավիճակների գնահատական, քան թե խնդիրների մասին ձեզ հայտնել։ Ցանկալի է, որ խնդիրների մասին ուղիղ կապի մեջ լինեք իմ հետ։ Բոլոր նախարարություններում, եթե կան բլոգերներին հետևող ինչ որ անհատներ կամ ինչ որ միգուցե անձնակազմ աշխատում, խնդրում եմ դուք հասցե թողեք իմ հետ, ես ձեզ խնդիրների մասին ուղիղ կզանգեմ, կխոսամ, կներկայացնեմ, եթե հանդիպելու կլինի կհանդիպեք, բայց արհամար էլ ու ամբովանդակ ինչ որ նամակ հետ ուղարկել, Ժորժ ջան, սենց մենք ոչ մի բանի չենք հասնի։ Բարի եղեք, խնդրում եմ ուշադրություն դարձրեք քաղաքացիների խնդիրներին, իսկ հանրային հասարակական գործիչների բարձրացրած խնդիրները ավելի ու ավելի ուշադրություն դարձրեք։ Հաջողություն, լավ մնացեք բոլորիդ լավ օր։